Գարնան առաջին շունչը իր հետ բերում է ամենաջերմ ու գեղեցիկ տոներից մեկը՝ մարտի 8-ը։ Այս օրը աշխարհը կրկին հիշեցնում է կնոջ ուժի, սիրո ու հոգատարության մասին։ Կինը այն լույսն է, որը ջերմացնում է ընտանիքը, դաստիարակում սերունդներ և իր անսահման համբերությամբ ու քնքշությամբ դարձնում աշխարհն ավելի բարի։ Մայր, քույր, դուստր, ընկերուհի, յուրաքանչյուր կնոջ մեջ կա մի ամբողջ աշխարհ՝ լի սիրով, զոհողությամբ և ուժով։ Մարտի 8-ը առաջ երևի որ մենք որպես գենք ավելի հետաքրքիր էր։ Չնայած մի շատ ջող կնշեն, շատ ջող, ամեն հարսը իրան հերթին, ոբշում հարսնցուն իրան հերթին, էդիգե լավ է, վատ չէ որ ավելի շատ է հիմի զարգացել ժողովուրդը, ավելի շատ ցանկություններ են առաջ եկել, բայց շատ մարդկանց կա որ ձեռք չի տա այդ ամեն ինչը։ Ես կուզեի սրտանց շնորհավորեի մեր մայրերուն, մեր քույրերուն, հարսներուն, մեր աղջիկներուն, մեր պալիկներուն, բոլորի մարտի 8-ը թող շնորհավոր լինի։ Ցանկանամ գնալ խաղաղություն առաջի հերթին, մեզի հիմի ամենաթանկ նավերը խաղաղությունն է։ Ես գիտեմ դասախսը գիտենք որ խառն է վիճակը ու մենք նորից նույն բանի մեջ ենք, շնորհավորանքներուն, հարսանիքներուն, ամեն բան մեզի համար հետաքրքիր չէ, բացի այդ շոուներն։ Այսինքն ոչ թե իսկականից նշես կմարտի 8-ը շատ սովորական, այլ շոու կենեն ժողովուրդը։ Ունեցող, չունեցող խառնվել է սաղ իրար։ Մարդը հնարավորություն չունի ու չի կրնա այդ մարտի 8-ը ցանկություն ունի քեզի մեծ ծաղիկ նվիրելու ցածեն գետնեն հանած ծաղիկ, բայց իրանք էդիկ արդեն իշկը խոսի չի կարելի այդպես բաներ։ Արիք շնորհավորենք իրոք սրտանց, ցանկանանք խաղաղություն ու մենք որ տրամադրություն ունենանք այդ մարտի 8-ը նշելու համար։ Ես նորից սրտանց շնորհավորեմ բոլորի մարտի 8-ը։ Կանայք մեր կյանքի ամենակարևոր հենարաններից են։ Նրանք իրենց աշխատասիրությամբ և հոգատարությամբ ձևավորում են ոչ միայն ընտանիքի, այլև հասարակության ապագան։ Նրանց ժպիտը կարող է լուսավորել ամենամռայլ օրը, իսկ նրանց ուժը հաճախ աննկատ, բայց անփոխարինելի է։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է շնորհակալություն հայտնելու նրանց այն սիրո, ջերմության ու անսահման նվիրումի համար, որով նրանք շրջապատում են մեզ ամեն օր։ Ոչ միայն մարտի 8-ի, մարտի 3, մարտի 8, առջև ունենք նաև ապրիլի 7 մայրության գեղեցկության օր ու կարելի է ընդհանրացնել կանանց միամսյակի առումով եւ այս գեղեցիկ առիթով ուզում եմ մեր շատ սիրելի աղջիկներին, մայրերին, քույրերին ու առհասարակ բոլոր կանանց շնորհավորել այս միամսյակի կապակցությամբ։ Ես ցանկանում եմ որ միշտ նրանց դեպքից ժպիտը չպակասի, միշտ լինեն գեղեցիկ, միշտ լինեն հմայիչ, միշտ լինեն սիրված, հարգված, գնահատված ու ամենակարևորը, որ կնոջը գեղեցկություն է տալիս, դա կանացիությունն է։ Ես կցանկանամ, որ միշտ պահպանվի դա իրենց մոտ եւ թող այս գարնան ծաղիկները, որոնք դեռ պիտի ծնվեն, միշտ մեր կանայք լինեն այդքան գեղեցիկ եւ նրանց մտքերը, նրանց գեղեցկությունը տղամարդկանց կողմից նրանց գեղեցիկ մաղթանքները թող միշտ այդ ծաղիկների ծաղկե փնջերի նման միշտ գեղեցիկ լինեն ու ես կցանկանամ որ ամենակարևորը ոչ մի մայր արցունք չտեսնի։ Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այն հարգանքի ու երախտագիտության օր է բոլոր կանանց հանդեպ։ Թող այս օրը լինի ծաղիկներով, ջերմ խոսքերով ու անգեղծ ժպիտներով լի, թող յուրաքանչյուր կին զգա իր կարևորությունն ու արժեքը, իսկ նրանց սրտերում միշտ լինի խաղաղություն, երջանկություն և սեր։ Քանի դեռ աշխարհում կանայք են, աշխարհը երբեք չի կորցնի իր գեղեցկությունն ու հույսը։